ցավում եմ, որ կարող են սրբազանների մասին այդպես արհամարանքով խոսել, առհասարակ հոգևորականներին տեր ասելով, բա որ իրանք տեր են, բա ձեր գիրկը թռած իրանց էլ չեմ կարող վատ բաներ ասել, բայց այդ դավաճանած հոգևորականները ինչի են դրանք սրբազան, սրանք տեր։ Եվ հիմա մեր խնդիրը ավելի շատ ոտքի կանգնելն է։ Բազմիցս նշել եմ այս խնդիրը, մենք քաղցկեղով հիվանդ մարդու ենք նման եւ ընկած ենք գետին, եւ քանի որ այդ մարդը ունի կներեք բառիս համար աբիժնիկ թշնամիներ, Ադրբեջանի նման, ինչ որ բաների նման, սրանք անընդհատ օգտվելով քանի ընկած են խփում են, իսկ մեր քաղցկեղը մեր իշխանությունն է։ Եթե մենք ինքնաբուժմամբ այդ քաղցկեղից չազատվենք, մենք դատապարտված ենք անընդհատ ոտքերի հարվածներ ստանալու։ Եթե մենք համաձայն ենք պետություն կոչնելու, ադրբեջանական Հայաստանում ապրելու, եկեք խաղաղ ապրենք, եկեք ապրենք սենց ոնց որ հիմա է եւ շարունակենք, տեսնենք վերջում ինչ ա լինում։ Թե թուրքական մեքենան Երևանում կշրջի, թե ադրբեջանական արդեն ոստիկանը կշրջի, ուզում եմ են պրոշներով են անասուն ոստիկաններին, որ բանը մեծ երանդով ցուցարար են ծեծում, հիշեցնեմ, որ երբ որ ադրբեջանցի ոստիկանը հայտնվեց Հայաստանում, իրենց էլ չի համարելու, որ իրենք գոլեգա են կամ ինչ որ բան են։ Ասեմ, ադրբեջանցիները դավաճան չեն սիրում, թուրքերը առհասարակ։ Եվ այդ դավաճաններին ուզում եմ հիշեցնել, որ եթե նույնիսկ մտածում եք, որ պատմությունը այս անգամ չի կրկնվի, եթե այդքան է ձեր ինտելեկտը, այդքան է ձեր աշխարհը, պատմաբան, ովքեր են դաշտում, տենց ասեմ, որ իրանք միևնույն է դավաճան չեն սիրում։ Հիմա այս կատարյալ լռությունը ինչով եք բացատրում։ Միշտ նշում եմ, որ այ քիչ առաջ տվեցիք հարց, թե ճիպոտելու թեմის մասին։ Հակառակ կողմից ելույթ ունեցող թեկուզ, հիմա հակառակ չհակառակի մասին չի խոսքը։ Արվեստով զբաղվող մարդկանց ես երբեք չեմ կարող ասել մտավորական, որտեղ արվեստի մասնագիտություններ են։ Մտավորական ինձ համար պոստում կանգնած զինվորնա կամ հանուն հայրենիքի ինչ որ բան արած մարդը։ Մենք հիմա հնարավորություն ունենք հայապահպան մնալու, ինչի չենք անում, լավ անտարբերներ ջան, ինչ եք մտածում, մտածում եք այս անգամ ինչ կփոխվի, ես արդեն կորուստս շատ մեծ է, ես արդեն նենց չի, որ պիտի ասեմ, դե արդեն ես կորցրել եմ, ոչինչ, արի ես գնամ երկրից, չեմ գնալու, բայց լավ դուք ինչ եք մտածում, չեք մտածում, ես դիմում եմ բոլոր անտարբերներին, մեկ առավել եւս գիտեք ոնց է վրաս ազդում, այդպես չի որ ես ինքս նախկին իշխանությունների ժամանակ չէ կապեր եղել են ընկերական, բայց ոչ մի ինքս այդպես բան չի։ Բայց երբեմն եթե պիտի նախկինները գան, մենք ոչ մեկի կամ ընտրության չեն գնում։ Եղբայր, ներկաները կներեք բառիս համար նախ թուրքական բառը ցույց են տալիս թե իրաց ծրագիրը որն է։ Դու ներկաներից ազատվելու խնդիր չունես, որ նախկինացավ ես կպել։ Այսինքն այսօր Հայաստանում վտանգված է քաղաքական դիրքորոշում արտահայտող մարդու անվտանգությունը, թեկուզ խոսքային առումով դրա համար են։ Իհարկե վտանգված է։ Ես ճիշտ է, բավականին առհամարված եմ ինձ զգում, որտեղ բոլոր ընկերներս արդեն այդ խնդիրն ունեցել են, ինձ էլ դե հարց ու փորձ անողներ կան, այդպես չի։ Բայց ամեն դեպքում չի երևում, որ վտանգված է։ Ինչ է նշանակում ձվածեղ սարքելու համար մարդուն ձերբակալել։ Ինչա այդ իրոնիան կպելա ինչ որ մեկին։ Ինչ է նշանակում արշակ սրբազանի սա ծիծաղելի է։ Նարկոտիկի թեմայի հետ կապված իսկապես ծիծաղելի է։ Էրդողանն է հայտարարությամբ հանդես եկել հաջորդ տարեսկզբից մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր Հայաստանի նկատմամբ, ինչ սպասել։ Էրդողանի խորհրդանշական քայլերը սկսել է 99 թվականի հոկտեմբերի 27-ից, ավելի մեծ աճ է ունեցել 18 թվականի խեղաշրջմամբ, խեղաթյուրման
չգիտեմ ինչ բամբ եւ դեռ շարունակվում է։ Դուք էլ խոսեցիք։ Ես մի բան եմ ասել, եթե 27-ին Վազգենի մարմինը սպանվեց, 18 թվից Վազգենի հոգին է սպանում։ Եվ ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր 5 րոպեով Վազգեն Սարգսյանի հետ շփվել են, բայց այսօր այս իշխանության հետ են։ Անուններ չեն տա։